Բարև ձեզ հարգելի բարեկամներ, եթերում արձագանք հեռուստաընկերությունն է եւ մենք սկսում ենք մեր հաղորդումը նորություններով։ Վերջերս Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը իր համապարփակ անդրադարձել է ադրբեջանական բանտում կամայականորեն պահվող բոլոր անձանց եւ ի մասնավորի հայ գերիներին, նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։ Տյուրկը իր զեկույցում նշել է նաև, որ հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին եւ հույս է հայտնել, որ դրանք կհագեցնեն ճշմարտության բացահայտմանը եւ հաշտեցման գործընթացին։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաեւ YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը անդրադառնալով Բաքվի բանտում անօրինական պահվող հայերի խոշտանգմանը եւ բեմականացված դատավարություններին նշել է, թե ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի դատավարությունները արդար են եւ չպետք է անարդարացի աղմուկ բարձրացվի։ Ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ Նշենք, որ Ադրբեջանից մեղադրանքներ են հնչել Հայաստանի հասցեին, այս անգամ առայն, թե Հայաստանը ոչ մի գործողություն չի ձեռնարկել ադրբեջանցի ռազմագերիների եւ բանտարկված քաղաքացիական անձանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի քննության համար։ Իդեպ հավելենք, որ 2020 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը գերիների առաջին իսկ փոխանակումների ժամանակ վերադարձրել է ադրբեջանցի գերիներին, նույնիսկ տարիներ առաջ խաղաղ հայ բնակիչների սպանության համար ցմահ դատապարտված ադրբեջանցիներ Ասկերովին եւ Գյուլիևին։ Հայտնի հայ գործարար Նուբար Աֆեյանը ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ հայ ժողովրդին կոչ անելով իրենց ձայնը բարձրացնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների դեմ։ Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին հասցված ցավը եւ անարդարությունը։ Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը իրենց ձայնը բարձրացնեն։ Եթե ոչ մենք, ապա ով։ Եթե ոչ հիմա, ապա երբ։ Հավելել է Նուբար Աֆեյանը։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն հայտարարել է, որ նախկին խորհրդային պետություններից միայն Հայաստանն էր բոլորից լավ պատրաստված կոմունիզմից սահուն անցում կատարելու ժողովրդավարությանը, հաշվի առնելով մարդկային կապիտալը եւ արտասահմանում ունեցած աջակցությունը։ Նա այդ մասին ասել է Webel.io-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, սակայն, որ Հայաստանը հաջողությունների չհասավ ոչ տնտեսական, ոչ քաղաքական տեսանկյունից։ Դրա պատճառը նույնն էր, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում Ելցինի օրոք, երբ նախկին կոմունիստական կադրերը եկան իշխանության և իրենց հռչակեցին անկախության առաջնորդներ, ասել է Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն։ Արձագանք հեռուստաընկերությունը շարունակում է կազմակերպել ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես համոզվել են արձագանքի հետ նախկինում ճամփորդածները, դուք կմնաք հարմարավետ ու թանկարժեք հյուրանոցներում։ Ամեն երեկո առաջնակարգ ռեստորաններում կվայելեք ձեր ընթրիքը, հայկական երաժշտությամբ, երգ ու պարով։ Կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կլինեք թատրոններում ու համերգասրահներում։ Եվ ամենակարևորն այն է, որ բոլոր պայմանները ստեղծված են ավելի փոքրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն ժամանցը անցկացնելու համար։ Եվ այսպես շտապեք զանգահարել Արձագանք հեռուստաընկերություն։ Վստահ եղեք, որ Հայաստան մեկնելու լավագույն ընտրությունը արձագանքի հետ ճամփորդելն է, որը ձեզ համար արդեն նախապատրաստել է ամենահարմարավետ պայմանները։ Ամերիկյան 97-րդ Օսկար մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Անոռա» ֆիլմը հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ։ Ֆիլմը հաղթել է 5 անվանակարգում։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել ֆիլմը նկարահանած Շոն Բեյքերը։ Լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Մայքի Մեդիսոնը։ Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև լավագույն մոնտաժ և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում։ Իդեպ «Անոռան» արժանացել էր նաև ոսկե արմավենու ճյուղ մրցանակին Կաննի 2024 թվականի կինոփառատոնում։ Արձագանք հեռուստաընկերությունը, որն ունի 25 տարվա փորձառություն, նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության և այլ անձնական տոնակատարություններ, նկարահանումներ և լուսապատկերներ։ Վերջին 2 տարում մեր նկարահանումները համարվել են լավագույններից Միացյալ Նահանգներում։ Այցելելով մեր կայքը կտեսնեք ժամանակակից հնարքներով ստեղծագործական գեղեցիկ աշխատանքներ։ Օգտվեք մեր ծառայություններից և ստացեք մասնավոր զեղչեր։ Հայ առաքելական եկեղեցին մարտի 2-ին նշեց բուն բարեկենդանը, որին նախորդեց մեծ պահքը։ Տոնը համարվում է առաքինությունների արտահայտություն, քանի որ այն ընդգծում է ուրախությունը, խաղաղությունը և հոգևոր պատրաստությունը մեծ պահքին։ Մեծ պահքը տևում է 48 օր, սկսած բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության Զատիկի տոնը։ Այդ ընթացքում ընդունված է սննդակարգում բացառել կենդանական ծագման սննդամթերքները։ Պահեցողությունը վերաբերում է ոչ միայն որոշակի սննդատեսակներից հրաժարվելուն, այլև հոգևոր մաքրմանը։ Քրիստոնյաները հրաժարվում են վնասակար սովորություններից, հայհոյանքներից, ստախոսությունից, շատախոսությունից և այլ մեղքերից։ Սննդի սահմանափակումը ինքնին բավարար չէ, եթե դրան չի ուղեկցում հոգևոր զղջումը։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող են վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո։ Պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։